Տիկին Ջուլակյան, ողջունում եմ, որ դատապարտում եք Ծառուկյանի աղջկա դստեր նկատմամբ նմանատիպ քննչական կոմիտեի խայտառակ այդ տեսանյութը, որ հրապարակել էր ինքը։ Գիտեք, բոլորի ընտանիքներում կարող է լինի ճգնաժամ։ Նախ սկսենք այնտեղից, որ ես ունեմ այն համոզմունքը, որ դա կեղծիք է։ Վերջի վերջո անցնելու է գնա ու պարզվի, որ նմանատիպ բան չկա։ Գիտեք, դա ոնց որ մի հատ անեկդոտ կա, որ մեկը մտնում է, շատ վատ մարդ, հարսանիք անունա կպցնում հարցին ու փախնում է, այլում բռնում դրան ծեծում, ասում են, ինչ խոսացիր, ասում է, դե ես իմ արեցի վատ գործս, ասում է, դե դուք գնացեք հակառակն ապացուցեք։ Մի քննչական կոմիտեինն է, մի հատ ինքը շատ վատ բան է անում, ստորություն է անում, հասկանում եք, մտնես մարդու անձնական կյանքի դաշտ, ու ինչ որ չգիտեմ ինչեր տարածես, վերջում պարզվի սուտ է, բայց մարդկանց ընկալման մեջ դա այդպես կմտնի։ Այն որ ասում եք վենդետա, այդ Կորսիկայում ու Սիցիլիայում է դա կիրառված եղել, բայց վենդետան շարունակվել է սերնդե-սերունդ։ Մի ի՞նչն է ձեր նպատակը, որ սերնդե-սերունդ վրեժ լուծեն իրար, մարդիկ իրար սպանեն ու մնացածն անեն։ Չեմ կարողանում պրոստը հասկանալ։ Քննչական կոմիտեի նախագահան այդ դրանից հետո պիտի դիումը գրեր թողներ գնար։ Ինչ է նշանակում օրինակ համար մտնել այդ դաշտ։ Ինչ է նշանակում Էմմա Ծառուկյան կամ մյուսը, չի կարելի ժողովուրդ։ Չի կարելի ուղակի։ Կա բարոյականության մի սահման, որ չպետք է խախտվի։ Ասում եք բարեկիրթ լինելը ժողովուրդ, մենակ ստեղ կամ չի վերաբերվում падգամավորին կամ մյուսին, բարեկիրթ ընդհանուր պետությունն ու համակարգը, պետական համակարգը պետք է լինի։ Իսկ ձեր մոտ այսօր չեմ նկատում, որ պիտի համատարած ամեն падգամավորը ԿՊ-ական որ գար, դատապարտեր քննչական կոմիտեի այդ տարածած նյութը։ Եվ պարոն Ռուբյան, եթե հարկ կհամարեք, նաև ասեք, դուք ձեր հարցադրումներից մի տեսակ լավ չհասկացա, էլի ես, այնուամենայնիվ դուք կիսում եք, որ քննչականի տարածած այդ բանը, հաղորդագրությունը ճիշտ էր, թե չէ։ Որտեվ հարցեր եք տալիս, չէի կարողանում հասկանալ, այնուամենայնիվ դա ինչ էր դրա տողատակը։ Եթե ճիշտ կհամարեք, պատասխանեք այդ ամբողջը։ Հետ վերադառնամ, պարոն Տիկին Ջուլակյան, շատ կարևոր հանձնաժողով եք դուք ղեկավարելու, հույս ունեմ, որ այդ համարձակությունը ներքին կունենաք, որ համապատասխան կառույցի ղեկավարներին նախատեք, բացատրեք, որ չի կարելի ժողովուրդ։ Չի կարելի, կա մի հատ կարմիր գիծ, որը չի կարելի անցնել։ Այդ վենդետա ասած իրոք շատ վատ բան է, սերնդե-սերունդ է շարունակվելու։ Ու իմ մոտ տպավորություն էր, որ քննչական կոմիտեի տարած հաղորդագրությունը մի նպատակ ուներ, որ այդ օրը հմեկով ցույց տային Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում այդ խցում ինքը տեսներ այդ հաղորդագրությունը։ Մի նպատակ, ուրիշ նպատակ չուներ էդի։ Ու կրկնվում այս, բոլորը կրկնվում է, սկզբից փորձում եք մարդու հեղինակությունը, մարդու ընտանիքի հեղինակությունը ոչնչացնել, հետո մարդուն։ Այդ կարմիր գիծը մի խախտեք, ոչ մեկին լավ տեղ չի տանում ժողովուրդ։ Պարոն Ղազարյանը շատ լավ ասում է, մենք գիտենք այդ տեղերը, որտեղ կպնենք, որ ձեր դուրը չի գալիս։ Դուք եք գտնում եք ինչ-որ մի կետ, որ դուք պիտի խոսեք այդ դրանից։ Ինչ է տալիս դա ձեզ։ Ու եթե խորհրդանում կա խայտառակ պատկեր, դրա միակ մեղավորը դա իշխանությունն է։ Եթե եղել է, էլի միակ մեղավորը իշխանությունն է եղել։ Փորձեք բարեկիրթ լինել ժողովուրդ։ Ձեզ, պարոն Տիկին Ջուլակյան, մաղթում եմ, որպեսզի այդ համարձակությունն ունենաք եւ կարողանաք հանձնաժողովը կառավարելու տարիներին նաեւ որոշակի այս մեթոդները բացատրեք համապատասխան կառույցի ղեկավարներին։ Շնորհակալություն։ Գագիկ Ծառուկյանի փեսան ձերբակալվեց։ Ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ներխուժեցին Արգամ Աբրահամյանի առանձնատուն եւ ձերբակալեցին նրան։ Հատուկ ջոկատայիններից մեկը ծունկը դրեց Արգամ Աբրահամյանի գլխին եւ մյուսը ձեռնաշղթաները հագցրեց Արգամ Աբրահամյանի ձեռքերին։ Մեկ ամիս առաջ հուլիսի 6-ին գրեթե նույն կերպ ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը ձերբակալեց Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի քննիչ, երբ որ դուք որոշում էիք կայացնում ձերբակալել Գագիկ Ծառուկյանի փեսային Հովիկ Աբրահամյանի որդուն, ինչն էր ձեզ խանգարում հրավիրել հարցաքննության, ներկայացնել կասկածանքը, մեղադրանքը եւ ձերբակալել։ Ինչն էր ձեզ խանգարում։ Ինչ հիմքով եք պատվիրել
հատուկ ջոկատ, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատ։ Անդրանիկ Սիմոնյան, հարգելի Անդրանիկ Սիմոնյան, դուք սպա եք, երբ որ դուք երթում եք տվել ծառայել, դուք այդ երթումը չեք փոխել։ Ինձ հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյան, դուք Անդրանիկ Սիմոնյանին գեներալի կոչում տվել եք, թե մինչ հիմա Անդրանիկ Սիմոնյանը գնդապետ է։ Նիկոլ Փաշինյան, Անդրանիկ Սիմոնյանը քանի հոգի պետք է պարկեցնի գետնին, որ նրան գեներալի կոչում շնորհեք։ Արմեն Աբազյանը հրաժարվեց Սամվել Կարապետյանին կոպիտ ձերբակալել։ Եվ դուք ինչ ասացիք։ Ասացիք Արմեն Աբազյանը ըստ երևույթին հոգնել է, այս համատեքստում բառացի չեմ հիշում, եւ պետք է հանգստանա, նա երևի հանգստի կարիք ունի Արմեն Աբազյանը, եւ նշանակեցիք ազգային անվտանգության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Անդրանիկ Սիմոնյան, ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը պետք է ծառայի ազգային անվտանգությանը, ուղիղ սպառնալիքներին։ Եթե ինչ-որ տեղ ահաբեկիչները մարդ են պատանդվերցրել կամ ինչ-որ կարևորագույն ռազմավարական օբյեկտներ են ներխուժել կամ այլ վտանգներ սահմանին կամ որևէ այլ տեղ կամ ինչ-որ հատուկ գործողություններ, սպանության մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանին ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը ձերբակալում է։ Այդ մենք շատ ազատ, պարապ հատուկ ջոկատայիններ ունենք, Անդրանիկ Սիմոնյան, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, հարազատներին ու բարեկամներին պետք է ձերբակալի անպայման ազգային անվտանգության հատուկ ջոկատը։ Ես չեմ հասկանում, ինչ ազգային անվտանգության հարց կար Գագիկ Ծառուկյանի փեսային ձերբակալելու մեջ։ Չեմ հասկանում, բացատրեք, ես ներողություն խնդրեմ։ Հարգելի քննիչ, հարգելի քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյան, եթե չեմ սխալվում, ամենայն հարգանքով ձեր ծառայությանը, այդ հրապարակումը, այդ ներկայացումը, որ Արգամ Աբրահամյանը կազմակերպել է այդ մարդու սպանությունը եւ այլն, կնոջը կասկածելով հարաբերությունների մեջ այդ մարդու։ Դուք այդ մարդու, այդ սպանված մարդու դեմքը տեսաք, դուք տեսել եք Արգամ Աբրահամյանի կնոջը։ Ծիծաղելի չէ ձեզ համար, որ այդ երիտասարդ կինը կարող է որևէ կապ ունենալ այդ մարդու հետ, ամենայն հարգանքով այդ մարդուն, բայց կան չափանիշներ, չէ։ Խնամված երիտասարդ կինը, որը Գագիկ Ծառուկյանի աղջիկն է եւ Հովիկ Աբրահամյանի հարսն է, ծիծաղելի չէ, որ տարեց իրենից, չգիտեմ, 15-20-25 տարեկան տղամարդու հետ, այն էլ քրիստոնեական ինչ-որ համայնքի առաջնորդի հետ։ Սա ծիծաղելի է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանն է արձագանքել։ Այն պաշտպանը, որը լուռ էր, երբ Բագրատ Սրբազանի
վրա գործ էին կարում, երբ մոնտաժված ձայնագրություններ էին հրապարակում, երբ ձերբակալում էին, դատում էին Միքայել Սրբազանին, լուռ էր մարդու իրավունքների պաշտպանը, եւ Սամվել Կարապետյանին մինչև հիմա պահում են կալանքի տակ, միայն նրա համար, որ Սամվել Կարապետյանը ասել է, մենք եկեղեցուն աջակցելու ենք մեր ձևով, այդ մարդու իրավունքների այդ պաշտպանը ամենայն հարգանքով անձին, այդ պաշտպանը Անահիտ Մանասյան, եթե չեմ սխալվում, արձագանքել է եւ անթույլատրելի է համարել այսպիսի հայտարարությունները։ Լավ, ով է սրա պատասխանատուն, հարգելիներս։ Նիկոլ Փաշինյան, դուք հաղթել եք չակերտավոր, թե առանց չակերտների, նորից ստանձնել եք Հայաստանի կառավարումը։ Դուք օրինակ եք վերցնում Իլհամ Ալիևից, նա ձեզ հաղթել է, ցավոք սրտի մեզ հաղթել է եւ չունի հաղթողի կեցվածք։ Իրեն պահում է շատ էժան ձևով։ Դուք նույնպես նրանից եք օրինակ վերցնում։ Բավարար չէ, որ Գագիկ Ծառուկյանի քվեները շատ կասկածելի ձևով չեղարկվեցին, նրան շատ կասկածելի մեղադրանքով ձերբակալեցին, պարկեցին, հատակին, կալանավորեցին, շատ կասկածելի ձևով փակեցին նրա բոլոր բիզնեսները, հիմա էլ անցակ նրա ընտանիքի անդամներին, Նիկոլ Փաշինյան, ամոթ չէ Նիկոլ Փաշինյան, ես չեմ խոսում այդ սպանության կազմակերպման մեղադրանքների մասին, բայց ամեն ինչ պետք է լինի պատշաճ, օրենքին համապատասխան, օրենքին համահունչ։ Անդրանիկ Սիմոնյան, եթե ձեզ Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում է տվել եւ դուք լռում եք, ասեք գոնե մենք հասկանանք ինչի համար եք դուք կաշվից դուրս գալիս։ Քննչական կոմիտեի նախագահ։ Լավ, չափ ու սահման չունեք դուք ձեր գործառույթներում, մասնագիտական գործառույթներում։ Լավ, ինչ ասի Նիկոլ Փաշինյանը, ինչ հրահանգի պետք է կատարեք։ Հայկական ընտանիքի նկատմամբ հարգանք ձեր ծառայությունները ընդհանրապես չունեն, ամոթ է, ընկերներ, ամոթ է։